Դուշանբեում համատեղ լուսանկարվելուց հետո ԱՊՀ երկրների ղեկավարները մասնակցել են գագաթնաժողովի խորհրդի նիստին, սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով։ Բրյուսելից Դուշանբե մեկնած Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը հայտարարել է, այդ գործընթացի համար հիմնարար փաստաթուղթը Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնական է Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքին, եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքին, իսկ այդ տարածքները ներառող սահմաններն անխախտելի են։ Խոսելով թրիփի կարևորության մասին Փաշինյանն ընդգծել է, որ նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս ունենալ երկաթուղային եւ այլ տրանսպորտային հաղորդակցություններ ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում Ադրբեջանի հետ։ Սա էական փոփոխություն եւ հանգամանք է, որն անկասկած կնպաստի ԱՊՀ տնտեսական կապերի ամրապնդմանը եւ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ Նախագիծը նաեւ նոր արտահանման եւ ներմուծման հնարավորություններ է բացում ԱՊՀ երկրների համար։ И импортные возможности для стран СНГ. Նիկոլ Փաշինյանի խոսքով, չնայած արդեն հաստատված խաղաղությանը, Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառված չեն։ Մենք դեռ պետք է կարգավորենք փոխադարձ առևտուրը, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը, լուծենք հումանիտար հարցեր, եւ սա հեշտ խնդիր չէ, հաշվի առնելով երկարատև թշնամանքի պատմությունը, բայց հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ հարցերը աստիճանաբար կլուծվեն։ Իլհամ Ալիևն էլ շնորհակալություն է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարներին իր բառերով Ադրբեջանի արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքի թեկնածությանն իբրև ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի աջակցելու համար։ Այս տարվա հունիսին Լաչինում տեղի ունեցավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տարվա բացման արարողությունը։ Միջոցառման հյուրերն ականատես եղան Լաչինի սրընթաց վերածննդին, Հայաստանի կողմից 30-ամյա օկուպացիայից ազատագրվելուց հետո։ Մամուլի ասուլիսում ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը շատ ջերմ զրույց են ունեցել եւ քննարկել ինչպես առաջ շարժվել խաղաղության եւ անվտանգության ճանապարհով։ Ականատեսների տեսանյութերի համաձայն Փաշինյանը, Ալիևն ու Լուկաշենկոն նաև կարճատև առանձին զրույց են ունեցել։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններն են քննարկել երկու երկրների ղեկավարները։ Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունը բացում է շուկաներ երկրների համար եւ ապահովում տնտեսական օգուտներ։ Որպես օրինակ, Դաշնության առաջնորդը նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրի ծավալների աճը, Փաշինյանից խնդրելով առևտրի թվեր ներկայացնել, ապա հակադարձել նրան, թե թվերն ավելի բարձր են։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հիմա որքան է։ Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար։ Որքան։ 4 միլիարդ։ Ոչ, ավելի շատ։ Այս տարի։ Անցյալ տարի եղել է մոտավորապես 9 միլիարդ։ Անցյալ տարի ավելի շատ է եղել, եւ այս տարի էլ ավելի շատ կլինի։ Դա ակնհայտ է։ Երկխոսությունից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարը շտապեց հրապարակել վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը, կից գրելով, որ Փաշինյանի հնչեցրած տվյալները բացարձակ ճիշտ են։ Իդեպ նիստից առաջ իր էքսցենտրիկ վարքով միշտ աչքի ընկնող Բելարուսի նախագահն է կատակել Ալիևի հետ Փաշինյանի Դուշանբե այցի վերաբերյալ։ Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք անհանգստանում եք, որ չի գա։ Ասում էի, չէ, որ Նիկոլ Վովայևիչն առանց մեզ ոչ մի տեղ։ Ոնց չեմ գա, ուր չեմ գա։ Գագաթնաժողովում որոշում է ընդունվել ԱՊՀ+ ձևաչափի ստեղծման մասին, ինչպես նաև ԱՊՀ-ին կից դիտորդի կարգավիճակ տրամադրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Մերի Դանիելյան, Open Media։